ամենայն հայոց մերժվածը հայտարարեց, որ գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ դպրոցականներ, այդ գյուղերում դպրոցաշինությունը համարում է պետական բյուջեի վատնում կամ նույնն է թե թալան։ Մի դպրոցում, որտեղ 20 աշակերտ կա, 2 միլիոն համարյա դոլար եմ ծախսում դպրոց կառուցելու համար։ Հիմա այդ թալանը, ի՞նչ տարբերություն թալանում ես, թե վատնում։ Թե վատնում ես։ Դե ինչ, ըստ ամենայն հայոց մերժվածի, դպրոցաշինությունը փոքրաթիվ դպրոցականներ ունեցող գյուղերում հավասար է թալանին։ Հիմա առաջարկում եմ դիտել, թե ինչ էր կատարվում ամենայն հայոց մերժվածի կառավարման տարիներին, օրինակի համար Պտղունք գյուղում, երբ գյուղում կար 400 դպրոցական, բայց գյուղի դպրոց հաճախում էր ընդամենը 107-ը։ Իսկ թե ինչու էր 400 դպրոցականից ընդամենը 107-ը հաճախում նույն գյուղի դպրոց, կառաջարկեմ դիտել տեսանյութում։ Մեր դպրոցը շատ հին է, շատ ցուրտ է, ձմռանը հատկապես, մեր ոտքերը շատ են սառում, պատուհանները, որ կոտրված են լինում, քամի է փչում սառը, փորները սկսում է ցավել, հիվանդանում ենք եւ ամիսներով չեն կարողանում հաճախել դպրոց։ Վտանգված է երեխաների կյանքը, որովհետև ծեփը կարող է ընկնել, հատակը ճոճվում է, հատակը իջնել, ամեն պահի կարող է երկրի ներքից մի փոքր ցնցում լինել եւ ճաքը խորանալ, նույնիսկ փլուզում լինել։ Սիրելի ժողովուրդ, սա այն բազմաթիվ դպրոցներից մեկն էր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մեր երեխաների կյանքը բառի բուն իմաստով վտանգված էր դպրոցի վթարային շենքում։ Սա այն բազմաթիվ դպրոցներից մեկն էր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ անմարդկային պայմանների պատճառով մեր երեխաները զրկված էին կրթություն ստանալու հնարավորությունից։ Բնականաբար Պտղունք գյուղում վաղուց արդեն այս իշխանության օրոք կառուցվել է նոր դպրոց։ Իդեպ դպրոցում կան միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր պայմանները, որպեսզի գյուղի բոլոր երեխաները ստանան իրենց անհրաժեշտ կրթությունը։ Դպրոցաշինության դեմ տարվող այս արշավը ունի մեկ նպատակ՝ մարդկանց զրկել կրթություն ստանալու հնարավորությունից։ Մի պարզ պատճառով, որովհետև այս մարդկանց պետք չեն կրթված մարդիկ, այս մարդկանց պետք են անկիրթ, անբարեկեցիկ պայմաններում ապրող մարդիկ, որոնց ընտրություններին 5000 դրամով կարող են կաշառել եւ ստիպել, որպեսզի քվեարկեն իրենց օգտին։ Սա է դպրոցաշինության դեմ տարվող պայքարի ողջ իմաստն ու նպատակը։